Շատ բացական եմ գնահատում այսպիսի խայտառակ ընտրություններ դեռևս այս 30 տարիներին չեմ տեսել։ Սա ընտրություն չէ, սա թյուրիմացություն էր։ Ինչպես կարելի ասել, սա ավազակապետական երկիր է, եթե չեմ ինչքան հասկանում եմ, էլի այսպես չի կարելի, էլի այսպես։ Ու ընդդիմությունները պետք է ոչ թե բերանը առած ջուրը նստի, այլ պետք է լուրջ ակտիվ գործողություններ ծավալի։ Չպետք է սպասի կենտրոնական հանրական հանձնաժողովի ինչ հայտարարի, որ իրանք էլ ըստ դրա շարժվեն։ Ես չգիտեմ, ես ընդդիմադիրներին եմ ձայնտվել, բայց ոչ իրենց մանդատներ վերցնելու համար, այլ հայրենիքը փրկելու համար, բայց ես ոչինչ չեմ տեսնում, էլի։ Ոչ մի քայլ տրամաբանական եւ վճռական չեմ տեսնում, անկեղծ ասած։ Պետք է չլռեն, պետք է գիշերը հայտնվեին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ու պայքար ծավալեին, որ այսպիսի խայտառակություն չլիներ։ Սահմանական դատարանից, ինչպես նաև բոլոր դատարաններից ոչինչ չի կարող սպասել, որովհետև այդ դատարանները բոլորը իշխանության ձեռքի խաղալիքն են։ Իրանք պետք է այլ մեթոդների դիմեն, եթե իրոք դիմելու են, եթե իրոք անկեղծ են։ Եթե համատենք անցածների հետ, բավականի հաջող էր եւ արդյունավետ։ Իսկ թվում է այսօր ավելի լավ դիլի։ Որոշ թերությունները վերացնելուց հետո 31 թվականին բավականի հետաքրքիր կազմի ընտրությունները։ Միշտ մարդը սխալների վրա է ուղղվում։ Կգա ժամանակը այս բոլոր մանր հարցերը կարգավորվեն, իսկ երջանիկ ձևով կապրենք։ Յուրաքանչյուր երևանցի կամ յուրաքանչյուր հայ այսօր երազում է ինչի։ Լավ կյանք, ուրախ ժամանակ, լավ ընտանիք, երեխաներ, դաստիարակություն։ Այս բոլորը կգա էլի ժամանակի ընթացքում։ Կյանքը անցած փոխում է, իր տեղում չի։ Պրոգրես կա կյանքում։ Ընդդիմությունը ահազանգում է մի շարք ընտրախախտումների մասին, ինչ կասեք դրա մասին։ Մեծ գնահատական են տալի բանը ընդդիմությանը, եթե լիարժեք, ասենք ոնց որ ասում են, այնպիսի ընդդիմությունների, որը ժողովրդական գաղափարներով ժողովրդի համար մտածի, որտեղ առանց ընդդիմությունը մեր վաղվա ոնց որ օրակարգն է, առանց դրա հնարավոր չի։ Ընդդիմություն այսօր պետք է ստիպի պետությանը, կառավարությանը, որ նորմալ աշխատի հանուն ժողովրդին, հանուն բարեկեցության ժողովրդի։ Գիտեք ինչ ընդդիմությունն էլ, կառավարությունն էլ պասերով իրար հետ խաղում են, նույն թիմերն է, ոչ մի բան էլ, ոչ փոխվելու է, ոչ բան է։ Էլի 5 տարի սենց լճացման մեջ ճահիճի մեջ պետք է մնանք։ Իսկ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ դիմելու է սահմանադրական դատարան, ինչ-որ բան կարելի է։ Մինչև դաշինք, մինչև սահմանադրական դատարանը, հենց այդ ընտրությունների գիշերը պետք է իրանց ձեներին իրան կանգնեին, արա։ Ոչ թե նստեն սպասեն, մինչև Եվրոպայից պետք է շնորհավորեն Փաշինյանին։ Թող իրանց ձեներին ժողովուրդը այդքան ձեն է տվել։ Թող իրանց ձեներին տեր կանգնեն։ Հենին ասել սպասում են, այդ նույն բանն է, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Պասերով խաղում են իրար հետ։ Հեսա կմտնեն ազգային ժողով, իրանց աշխատավարձը կստանա եւ այլն, ինչ։ Ժողովրդի համար, Հայաստանի համար աբսոլյուտ ոչ մի բան չեն անել։ Չեն արել ու չեն էլ անելու։